Պարոն Հայրապետյան, շուրջ 2 շաբաթ առաջ դուք հանցագործության մասին հաղորդում էիք ներկայացրել, դիմել էիք հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին այն մասին, որ ՀԵՑ-ի ժամանակավոր կառավարիչը Ռոմանոս Պետրոսյանը պատասխանատու պաշտոնի նշանակել է մի անձի, որը չունի բարձրագույն համապատասխան կրթություն եւ չի տիրապետում ընդհանրապես ոլորտին։ Հաղորդմանը հակակոռուպցիոն կոմիտեից արձագանքել են, պատասխան կա որևէ։ Որևէ պատասխան չկա, անգամ տեսեք, օրենքը պարտադրում է, որպեսզի անհապաղ որոշում կայացվի կամ քրեական վարույթ նախաձեռնելու մասին կամ հակառակը քրեական վարույթ չնախաձեռնելու հետ կապված թեկուզ որոշում չլինի որոշակի պատասխան լինի, սակայն 14 օրը որևէ պատասխան չկա։ Փորձել են զանգենք համապատասխան իրենց աշխատակիցներին, հետևյալն են ասում, որ եթե դուք մեզ գրավոր ուղարկեք, մենք 5 աշխատանքային օրվա ընթացքում կպատասխանենք։ Այսինքն անցել է 14 օր, եւս 7 օր կանցնի 5 աշխատանքային օր, այսինքն մինչև մենք պատասխան ստանանք այն դեպքում, երբ որ 1 աշխատանքային օր է։ Սա նշանակում է, որ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հեղինակազրկում է օրենքը, չի պաշտպանում օրենքը, չի կանգնում օրենքի հետևը, իր համար օրենքի պահանջները ոչ մի բան չի նշանակում, այսինքն առաջինը ինքն է խախտում օրենքը։ Սա բնականաբար, եթե այս ձևով վարվում է քննչական մարմնի ղեկավարը, բնականաբար մենք սպասելիքներ, լուրջ սպասելիքներ չեն կարող ունենալ։ Այն դեպքում, երբ որ Ռոմանոս Պետրոսյանը ինքը մամուլով հպարտանում է ամենտեղ հարցազրույց է տալի, որ ինքը բացահայտել է 1.5 տասնյակից ավելի իրավախախտումներ եւ բոլոր դեպքերով հարուցվել են քրեական վարույթներ։ Այսինքն, այստեղ ընտրովի, ոչ միայն ընտրովի մոտեցում ենք տեսնում, որ Ռոմանոս Պետրոսյանը փաստորեն 15 կամ 15-ից ավել իբրև թե ճակերտավոր իրավախախտումները բացահայտել, բոլորով հակակոռուպցիոն կոմիտեն վարույթներ են նախաձեռնել։ Պարզ է, որ մենք ճգնաժամ ենք ապրում այդ իրավական, նաև իրավապահ մարմինների կողմից այսպիսի ամենաթողություն։ Այսինքն այստեղ դուք միտում տեսնում եք իշխանությունների կողմից գուցե իրավապահ մարմինների նկատմամբ ճնշումներ, թե զուտ ուղղակի անգործություն է, որ կարող է լինել նաև այլ ցանկացած այլ գործով, հեծին չառնչվող գործով։ Դե չեմ կարծում, որ այստեղ անգործություն կլինի, որովհետև հնչեղություն ունեցող հարց է, հատկապես այն պայմաններում ամեն օր Ռոմանոս Պետրոսյանը հրապարակում է դա, որ ինքը 15-ից ավել հանցագործություններ է բացահայտել։ Ընդ որում, տեսեք, այստեղ ինքը նշանակել է շատ բարձր պաշտոնում ամենակարևոր պաշտոնը, որ բավականին Հայաստանի ամենամեծ ընկերությունն է, ահռելի ֆինանսական շրջանառություն ունի, արժետոմսերը, փաստորեն պարտատոմսերը հրապարակել, թողարկել եւ այս ամենին նշանակվել է մի անձ, ով չունի ֆինանսական կրթություն ու կարող է վարվել ամեն կերպ վարվել ցանկացած ձևով անկերության ֆինանսների հետ։ Այսինքն, այստեղ մենք շատ կարևոր պաշտոնում նշանակվել է հարազատ անձ կամ չգիտեմ, այնպիսի անձ, ով որ չի համապատասխանում թե ընթացակարգերին, բացի դրանից, որ չունի համապատասխան կրթություն, նաև ինքը չունի հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի հավանությունը։ 15 օրյա ժամանակ են տալի, որ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը իր թեկնածությունը հավանություն տա, այսինքն այնքան կարևոր պաշտոն է սա, որ սահմանարական մարմինը ինքը եւս պետք է այդ համաձայնությունը տա, բայց առանց այդ համաձայնությունների նշանակվել է։ Ասեմ ավելին իմ կարծիքով, ընդհանրապես ժամանակավոր կառավարիչը իրավունք չունի պաշտոնից ազատի եւ պաշտոնում ընդունի այլ աշխատակիցներ։ Ժամանակավոր կառավարիչը կամ ճգնաժամային կառավարիչը, ճգնաժամը վերացնելու համար ինքը պետք է կառավարի, որպեսզի հանրապետությունում էներգետիկ ճգնաժամ չլինի։ Բացառապես սրա համար է ինքը նշանակված։ Էլ չեմ ասում, որ մի քանի ժամվա ընդունված օրենք է, որ օրենքը չունի համապատասխան ընթացակարգերը, դա բաց թողնենք, բայց ինքը չի կարող իմ խորին համոզմամբ իրավացնել չի։ Ինքը թեկուզ որևէ անձի աշխատանքից ազատի կամ աշխատանքի ընդունի։ Այն էլ այսպիսի փաստորեն կարևոր պաշտոնում։ Ինչ նպատակ է հետապնդում նման բարձրագույն կրթություն չունեցող, ոլորտի հետ կապ չունեցող անձին, նման, ինչպես դուք եք ասում, կարևոր պաշտոնի նշանակելը։ Ժամանակավոր կառավարիչը հասանելիություն է ունենում ֆինանսներին, ընդ որում այնպիսի հասանելիություն, որը որ փաստորեն
շատ հնարավոր է, որ նաև առանց հանրային ծառայողների կարգավորող հանձնաժողովի վերահսկողության եւ նաև առանց համապատասխան ֆինանսական կրթության, որովհետեւ այսպիսի անձիկ շատ չեն հանրապետությունում, ովքեր ունեն այսպիսի բարձր համապատասխան մասնագիտական որակներ։ Տեսեք, երբ որ առաջի անգամ պարտատոմսեր թողարկվեցին, միջազգային հեղինակավոր կազմակերպությունները ասացին, որ սա բացառիկ դեպք է ամբողջ տարածաշրջանում, մեր շրջապատող պետություններից մինչև Մերձավոր Արևելք չկա այդպիսի դեպք, որ ընկերությունը կարողանա պարտատոմսեր թողարկի ու բավականին շատ լավ արձագանքներ եղավ։ Հիմա այդ հրապարակած պարտատոմսերը գումարած ընկերության կառավարումը, գումարած նրան, որ շուտով ընտրություններ է եւ նշանակել մեկին, որ ցանկացած ձևով կարող է ֆինանսական գործառույթներ իրականացնել, սա բնականաբար շատ մեծ վտանգներ է ներառում ու նաև նշանակում է ուղղակի արհամարել օրենսդրությունը, արհամարել ընթացակարգերը եւ հանրային ծառայողների կարգավորող հանձնաժողովի համապատասխան նշանակումները։ Հակակոռուպցիոն կոմիտեից արդեն 2 շաբաթ է արձագանք չկա ըստ էության։ Այլ ինչ մարմինների եք փորձելու դիմել, ավելի բարձր մարմինների, գուցե ատյանների։ Չէ, ուղղակի պետք է սպասենք, երբ որ լինի որոշումը, օրինակ, կամ քրեական վարույթ նախաձեռնելը մերժելու մասին, կամ որևէ գրություն կլինի, որ չի նախաձեռնվել քրեական վարույթ, այդ դեպքում ուղղակի պետք է ընթացակարգերն այսպես բողոքարկենք դատախազին, հետո դատարան։ Հիմա անգամ այդ իրավունքը ընկերությունը չի կարողանում օգտագործել, որովհետև այդ մեկ օրյա որոշումը չի կայացվել։